Ես հասկացա, որ ինչ-որ չափով համաձայնվեցիք, այնց հետ։ Կոջաբաշյան Հովհաննես, հայկական հոսքի 5-րդ հայկական համալսարանի 5-րդ հոսքի շրջանավարտ։ Պարոն Սերժ, մի րոպե, դուք մի հատ հարց տվեցիք, համբերեք, կարող է ուրիշներն էլ հարց ունենան։ Հա? Հասկանում եմ, բայց իրար վրա, այսինքն պուլեմյոտ, հա? Խնդրեմ։ Պարոն Սարգսյան, 2020 թվականին նկարահանված պատմության առջև փաստավավերագրական ֆիլմում դուք ասում եք, որ 1993 թվականին Քարվաճառի ազատագրումը կենսական կարևորություն էր։ Ուստի ձեզ այդ կոնտեքստում միջազգային հանրության կարծիքը չէր հետաքրքրում եւ շեշտում եք, որ այդ կոնտեքստում չէր հետաքրքրում։ Ոչ թե առհասարակ, հաշվի առնելով ռազմագործողության կենսական անհրաժեշտությունը։ Նույն կենսական անհրաժեշտության տրամաբանությամբ են ազատագրվել նաև մնացյալ շրջանները՝ նախկին Կուբատլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլու եւ Աղդամի շրջանները։ Ինչ փոխվեց, որ 1994 թվականից հետո դրանք դադարեցին կենսական լինել, դարձան փոխզիջման առարկա եւ միջազգային հանրության արձագանքն էլ սկսեց խիստ հետաքրքրել Հայաստանի առաջին 3 նախագահներին։ Շնորհակալություն։ Շատ բան փոխվեց։ Այսինքն Քարվաճառի ազատագրումը կամ Քարվաճառի օպերացիան իրոք կենսական անհրաժեշտություններ զուտ ինքնապաշտպանության տեսակետից, սա մի հանգամանք, եւ երկրորդ հանգամանքը կայանում է հետեւյալում, որ այն ժամանակ որևէ միջազգային կառույց, որևէ փաստաթուղթ չի արտադրել, որտեղ գրած լինի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի։ Այսինքն, եթե մենք շարժվենք այն տրամաբանությամբ, ես գիտեմ, ինչու համար եք մի քիչ պես թերահավատորեն, ես գիտեմ եւ Եվրոպայի խորհրդի մինչ շարժումներ եղած որոշումների մասին եւ այլն, ես նկատի ունեմ այն կառույցի արտադրած փաստաթղթերը, որ անմիջապես զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ։ Ես դա նկատի ունեմ։ Այսինքն, եթե մենք ելնենք այն տրամաբանությունից, որ պետք է հավերժ պատերազմեինք Ադրբեջանի հետ, իսկ դա ձեր նկարագրած սցենարով այդ նշանակում էր հավերժ պատերազմ, այդ նշանակում էր ընդհանրապես մենք պետք է հրաժարվեինք որևէ բանակցային պրոցեսից, որովհետև եթե ասվում է բանակցություններ, այդ նշանակում է ապրիորի առանց որևէ բանի փոխզիջումներ։ Եթե փոխզիջումներ չկան, դրանք բանակցություններ չեն։ Դա պարտադրանք է։ Մոտավորապես կամ ավելի ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Երբ որ Ադրբեջանը պայմաններ է դնում, դրանից 2-3 ամիս հետո Հայաստանի կառավարիչը հայտարարում է, որ դա Հայաստանի ցանկությունն է, որ Հայաստանի որոշումն է դա։ Այնպես որ շատ պարզ է, էլի, շատ պարզ։ Եթե մենք այդ ճանապարհով գնայինք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո ուրիշ խնդիրների կհանդիպեինք։ Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են, եթե դու ցանկանում ես այդ կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց լավ, 18 թվականից հետո այդ հարցերը ձեզ մոտ չանցան։ Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր մինչև 18 թվականը փորձում էին դա որպես կշտամբանք ներկայացնել Հայաստանի 3 նախագահներին, նրանց մոտ արդեն պետք է իրատեսություն առաջանար։
Եթե չի արժացել այդ իրատեսությունը, ես ափսոսում եմ։ Եվ եթե թույլ տաք, խորհուրդ կտամ իրադարձությունների մի քիչ իրատեսական մոտեցում ցուցաբերել էլի։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է հավերժ պատերազմել, հələ այդ պատերազմում էլ հաջողություններ ունենալ։ Ես առաջին հարցին պատասխանելիս կարծում եմ նաև անդրադարձա մեր հնարավորությունների։